Ուստի դուք ասում եք, ես տենչում եմ տեսնել Հիսուսին, դուք առնչվում եք նրա հետ ամեն օր, նա շշնջում է ձեզ, նա առաջնորդում է ձեզ իր խոսքի մեջ, սա ճանապարհային քարտեզ է, որը ձեզ կբերի դեպի ակնկալ ողավարտը, հենց այդպես եք դուք կատարում ձեզ ուխտագնացությունը, հենց այնտեղ եք դուք տեսնում խաչմերուկների ժամանակները խոսքի մեջ, ուստի խոսքը ձեզ համար դառնում է կարծես ուղեկից, դուք այնքան եք հարազատացել խոսքի հետ, դուք նստած եք այնտեղ, կարդում եք խոսքը և խորհում եք դրա շուրջ, ես չեմ խոսում Աստվածաշունչը կտրտելու և համապատասխան համարները փնտրելու և նման բաների մասին, ոչ, դուք բացում եք այդ խոսքը, սկսում եք կարդալ և խնդրում եք Աստծուն տալ ձեզ հասկացողություն, հետո տեսնում եք, որ խոսքի այս հատվածից նա ձեզ ցույց է տալիս մեկ այլ հատված, դուք դիմում եք մեկ այլ հատվածի և ամեն ինչ ձեզ շուրջը սկսում է պարզվել, իսկ ինչու՞։ Նա ձեզ առաջնորդություն է տալիս ճշմարտության մեջ, ընդ որում ոչ թե պարզապես ինչ-որ ճշմարտության, ոչ թե անցյալից ճշմարտության, այլ ներկա ժամանակի ճշմարտության, ահա թե ինչու, երբ սկսեցին տեղի ունենալ այս իրադարձությունները, ես ասացի, լավ, եկեք ես գնամ և մի քանի ծառայություն անցկացնեմ սրբերի հետ, պարզապես նստեմ և փորձեմ հնարավորություն գտնել թուլանալու և պարզապես զրուցելու ու որոշ բաներով կիսվելու, չէ՞ որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, պատկերացրեք, սևեռում է ողջ աշխարհի ուշադրությունը և շատերը, ովքեր ուսումնասիրում են մարգարեությունները, գիտեն, որ դա մարգարեացված է Աստվածաշնչում, Ռուսաստանը գործիք կլինի Աստծո ձեռքում ազգերին պատժելու համար, և նրանք հասկանում են, որ Ամերիկան ռումբ կստանա, ինչպես նաև տեսնում եք, որ Ամերիկան լի կլինի առաջին գազանի, Վատիկանի անօրենությամբ, ուստի երբ դուք կարդում եք խոսքը հասկացողությամբ, այդժամ դուք գիտեք, երբ այս ամենը սկսում է հայտնվել երկրի վրա, դուք գիտեք, լավ, եթե սա ոչինչ չի նշանակում, ինչու այն հայտնվեց հիմա, ինչու այն չհայտնվեց 10 տարի առաջ, ինչի համար այն հայտնվեց հիմա, որովհետև այս բաները մեզ ցույց կտան երկրների վիճակը, դրանք մեզ ցույց կտան այդ ազգերի բնույթը, չէ՞ որ մի մոռացեք, Դանիելի գրքում ասվում է, և առաջին գազանը նման էր առյուծի և ուներ արծվի թևեր, իսկ երկրորդ գազանը նման էր արջի և միս էր լափում, իսկ երրորդը նման էր հովազի, ինչու է նա ձեզ